Հալելույա։ Խնդրում եմ մի կարճ աղոտ կանենք ու կնստեք։ Հալելույա, փառավոր Հայր։ Շնորհակալ ենք այս քաղցր ներկայության համար, քո հավատարմության համար։ Շնորհակալ ենք Հիսուս Քրիստոսի համար, այն թափած արյան համար, որ թափվեց Գողգոթայի խաչի վրա, որի շնորհիվ մենք արդարացանք։ Դու մեզ արդարացրեցիր, սրբացրեցիր, մաքրեցիր, մեզ խավարից լույսը հանեցիր, նոր կյանքով լցրեցիր մեզ, Տեր։ Շնորհակալ ենք Սուրբ Հոգու համար։ Եվ այժմ խնդրում եմ Սուրբ Հոգի առաջնորդես այս խոսքը։ Մենք բացել ենք մեր սրտերը քո առջև, եւ թող այս խոսքը սրտից սիրտ փոխանցվի, Տեր։ Եվ քո զորությունը, քո շնորհքը մեր վրա լինի, որ կարողանանք հաղթահարել ամեն բան, ինչ էլ որ կգա մեր կյանքի մեջ, եւ այս ամենի մեջ թող փառավորվի Հայրը, Որդին, Սուրբ Հոգին, հալելույա, ամեն։ Կարող եք նստեք, սիրելիներս։ Իրոք փառքասուն այսօրվա համար ու իրոք որ մենք ամեն ժամանակ գրված է ամեն ժամանակ գոհացեք Տիրոջիցը։ Դա ինչ է նշանակում, որ անգամ երբ որ դու նեղության մեջ ես, դարձյալ գոհացի։ Գոհացի, որովհետև Տերը քո հետ է։ Շատերը ասում են, ինչ գոհանան, որ վիճակս լավ չի։ Գոհացի, որ Տերը քո հետ է։ Որ Տերը ճանապարհ է բացելու եւ քեզ հանելու է այդ վիճակից։ Ամեն։ Գիտեք, մենք միշտ խուսափում ենք, որ բանավ եկա ասուն, ես ինչի է ինձ հետ այս բանը կատարվում, կամ այն մյուս բանը կատարվում, մեկի մոտ հիվանդություն է, մեկի մոտ ինչ-որ տխրություն է, սուգ է, շատ բաներ է մեր, ոնց են ասում, կյանքի մեջ գալիս։ Եվ գիտեք, երբ որ մենք էլ եկանք, իմ քրոջ հետ, ասուն եկանք, լավ բաները միանգամից ցենց չլծվեց, սիրտներս ուրախացավ, որ ես ինչ լավ է Տիրոջն ենք գթե, բայց գիտեք մի կարճ ժամանակ հետո, դա տևեց 1 տարի, սուգը սուգի հետևից եկավ, գիտես որ կարող ես ասես, ես ինչ էր, ես եկա ասում, որ ես լավը լնեմ, բայց ինչու է սենց, ինչու սենց եղավ, գործրեցինք ծնողներին, ամուսնուս, եղբորս, քրոջս, մյուս եղբորս, գիտեք, կարելի էր ասել, ես ինչ սուտ տեղ եմ ես, հետ եմ դառնում, չեմ ուզում, ես չեմ ուզում ասենց ասուն, բայց փառք Տիրոջը, որ Սուրբ Հոգին մեր մեջ էր, ու գիտեք, ես առանց չափազանցացնելու եմ ասում, մենք այնքան քիչ էինք ուղակի հենցնեց, աղոտքի մեջ էինք մենք անընդհատ, ու ժամի, քրոջս հետ հեռախոսով էլ է, ժամանակ են մյուս հեռախոսներն էր, խոսք եմ ստացել անա ես խոսքը, քուրս էր ինձ զանգում, ես է իրան զանգում, անընդհատ խոսքի ու աղոտքի մեջ էինք, ինչի եմ ես ասում, այդ աղոտքը և խոսքն էր, որ մեզ պահում էր, սիրելիս, գիտեք մենք սովորել ենք, որ սենց ասենք, գիտեք, մարգարեացան ինձ վրա, և ինձ ասեցին, ես ես պտի լինեմ, կամ ես եմ պտի լինեմ, այո, կա թենց բան, ամեն մեկս կոչում ունենք, Աստված մեզ տվել է, Աստված մեզ շնորհք է տվել, բայց գիտեք, այդ կոչման, կամ այն խոստմունքների միջև, որ խոստացավ Տերը, և կոչումն էլ ասեց, գոյություն ունի ճանապարհ, սիրելիս, և շատերը այս ճանապարհի վրա ընկնում են, ցավոք սրտի, մեկին համբերությունը չի հերիքում, գիտեք, երբ որ ասում են, դա միանգամից չեն դառնում, շատ կներեք ամեն մեկը էլ, ով ցանկություն է ունեցել շարունակի ուսումը, հա, ինչ-որ երազանք եք ունեցել, հա, ինչ դառնաք, որ միանգամից չեք դառել, դրա համար ինչ էր պետք, ճանապարհ անցնել, սովորել, ստանալ գիտություն, և մենք
ես ճիշտն ասած իմ այս խոսքի վերնագիրը դրել եմ բնավորության կարևորությունը։ Աստծուն շատ հետաքրքրում է մեր բնավորությունը։ Մենք գալիս ենք աշխարհից, կներեք, որ ես այս ձևի բառ օգտագործեմ, մենք գրեհիկ ենք գալիս աշխարհից։ Յուրաքանչյուրս։ Հələ փորձի մեկը մի բան ասի, հանեց կպատասխանենք, որ մի բան եք փոշմանի ինչի ասեց։ Բայց Տերը, որ գալիս ենք Տիրոջ առջև, կամաց ինքը սկսում է մեր հետ աշխատանք տանել։ Ես մեկ գիտեք ինչի եմ նմանացնում, որ ասենք շատ ընտանիքներ կան, ասենք երեխա չեն ունեցել ինչ պատճառներով, որդեգրել են, վերցրել են, հա, կամ էլ դաժե հարազատ երեխա կարալնի վերցրել են, որ պահեն, եւ այդ երեխան դեռ նորմալ դաստիարակություն չունի, ու բնական է, սկզբից ինչ պետք է անեն, պետք է երեխային հասկացնեն, ճիշտ է թե չէ, դաստիարակեն, դες չգիտես ինչ մտնոլորտում է մեծացել, ինչ ունի նա, այդ հենց մենք գալիս ենք եւ մեր հայրը, երկնային հայրը, մեզ մեկտեղ որ հավաքում է նրա համար, որ մենք մտերմանանք, հարազատանանք, բարեկամանանք, ու գիտես, երբ որ բարեկամանում ես, դու հասկանում ես մի բան, որ ազգի, այսինքն այն որ մարմնավոր հարազատը տա, այդ աստիճանի չի որքան հոգևորը։ Հոգևորը ավելի խոր հարազատ է սիրելիս։ Գիտես ինչի, որովհետև նույն դաստիարակությունն ենք ստանում։ Նույն հոր ձեռքի տակ ենք։ Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձեռքի տակ ենք, նրա աշակերտներն ենք։ Երբ մենք մեկտեղ ենք հավաքվում, նույն բաներն ենք մտածում։ Բայց որ ընկնում ես մի հատ օտար մտնոլորտ, անգամ նորից եմ կրկնում հարազատներիդ մտնոլորտը, բարեկամներիդ, օտար ես քեզ զգում։ Եվ Հիսուսը ինքը ասեց, ինչ ասեց։ Ինձ չսիրեցին, ձեզ չեն սիրելու։ Ինձ ատեցին, ձեզ են ատելու։ Մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Ու երբ որ ինչ որ մեկը ձեզ վիրավորում է, նեղացնում է, անգամ կարող է լինի եւ եկեղեցու քույրիկ կամ եղբայր օտար մի համարի այդ նեղությունը։ Ընդհակառակ ուրախացի, որովհետև դա եկել է մեզ փոխելու համար։ Ես ասում եմ, բայց ինքս էլ եղել է պահ, ասենց առաջի պահը ասենց վիրավորում ես։ Ես ինչ ասեցին ինձ։ Բայց ինչի համար։ Բայց հետո որ խորանում ես, մի բան ես հասկանում, որ Տերը կարող էր թույլ չտալ։ Այսինքն տվյալ մարդը քեզ չվիրավորեր, կարար, բայց թույլ է տալի։ Մենք քննություն ենք անցնում, էլի հասկանում եք, որպեսզի կարողանանք փոխվել եւ Տիրոջ կամքի մեջ լինել։ Բնավորության գծեր կան բարի եւ լավ եւ վատ բնավորության գծեր։ Օրինակ ազնվությունը լավ է թե վատ է։ Լավ է։ Հավատարմությունը, ով չի ուզում հավատարիմ իր կողքը, հա, ունենա։ Քաջություն կամ որ քույրիկը մեր խոսած գոհություն, այո, գոհունակ սիրտն ենքան լավ է։ Մեկ էլ նմա չէ, որ սենց ասում ես, շնորհակալություն է չասեց։ Մեկ էլ նմա էլի թե։ Բայց որ չեն էլ ասում ուշադրություն մեկ դարձնի։ Ոչինչ։ Դա էլ է նորմալ։ Չի հասե դեռ դրան, կհասնի։ Մենք շատ ժամանակ վիրավորում ենք, մտավ չբարևեց։ Դե չբարևեց, ոչինչ։ Ինքը դեռ այդ դասը չի անցել, այսքան։ Եվ կան բացասական բնավորության գծեր, օրինակ ստախոսություն, դավաճանություն, վախկոտություն։ Եվ ուզում եմ մի փոքր սենց, չգիտեմ, որքանով կհասցնեմ, բայց մի հատ տեսնենք Աստվածաշնչյան, հա, կողմից։ Մենք սիրում ենք, որ ասենք, այ սրա նմանը լեին, նրա նման Հոսեփը, Դավիթը, մեկելը, մյուսը։ Սիրելիս, Հիսուսի արյունով արդարացված ենք, այո եւ ամեն։ Բայց մինչև դառնանք Քրիստոսի պես, աճը Քրիստոսին, որ սենց մեր արդեն բարձացել ենքան իր նմանությունն ու պատկերը, դա ընթացք է։ Սխալվում ենք, ընկնում ենք, ինչ որ բաներ են չի լինում, մեղք են գործում եւ այլը, բայց փառք Տիրոջը,
որ Աստծո շնորհքի տակ ենք, ու ճիշտ նշեց քույրիկս, ես էլ եմ ունեցել եմ այդ պահը, ամաչել եմ գնամ Տիրոջ առաջ կանգնեմ, արարքիս համար, ամաչել եմ, բայց իրես զորով քեզ տանում ես ամաչելով, բան մեկ է տեսնում ես, որ հենց մի սեր վայելեցիր, դա չի նշանակում է, որ ասում է, ապրես լավ ես, արև մի հատ կանես, ոչ, նա գրկում է քեզ, ոնց որ ծնողը իր երեխային կգրկի ու կների, այո, ամեն, ուզում եմ միտեղ նայենք միասին Ղուկասի 6:47-ը, ամեն մարդ, որ ինձ է գալիս և իմ խոսքերը լսում և կատարում է, դրանք ձեզ ցույց տամ, թե ում է նման, ուրեմն, գալիս ենք Աստծուն, եթե լսենք, եթե կատարենք իր խոսքը, տեսեք ում ենք նման, նա նման է մի մարդու, որ տուն շինելու համար խորը փորել է, հիմքը ժայռի վրա էր հաստատել և երբ հեղեղները եկան, հոսանքը խիստ ուժգնորեն հարվածեց և այդ տանը, բայց չկարողացավ սասանել, որովհետև ժայռի վրա էր կառուցված։ Մեր ժայռը Հիսուս Քրիստոսն է, սիրելիներս, որ եւ ինքն է կենթանի խոսքը, երբ որ Աստծո խոսքով կառուցում ես, վախելու ոչինչ չունես։ Ոչ մի բան, ինչ իրավիճակ էլ կգա։ Սաղմոսները հենց այդ մասին են ասում, հա, անգամ վարակ տարածվի ինչ փոքր շոշոփը կզգանք։ Այնքամին մի փոքր sense կարող ամառը մի փոքր sense էս կոմտանի, բայց քեզ վտանգ չի գա։ Եթե դու հաստատուն կանգնած ես, եւ տեսեք ինչ հետարքիր է, խորը փորեց։ Սենց երեսահան չէ, էլի, այն լավ հիմք գցած տունը ամուր ալնում։ Նա չի ոնց են ասում, քանդվում, ամեն։ Եվ միտեղ էլ Եփեսացիս 4:1-ը նայենք, Եփեսացիս 4:1-ը, ուստի աղաչում եմ ձեզ Տիրոջ համար, բանտարկյալս, որ դուք այնպես քայլեք, ինչպես վայել է այն կոչմանը, որի մեջ կանչվեցիք։ Գիտեք, ինչ որտեղ էլ ինչ է ասում, աղուլույս եղեք, էլի։ Մենք պետք է իրոք աղուլույս լինենք եւ չնմանվենք այս աշխարհին։ Այսօր մենք տեսնում ենք ինչա կատարվում, չէ՞։ Ինչ սանձարձակ բառեր, ամեն ինչ օգտագործում են, չլինենք այդ ձևին, գիտեք, Աստված դրա համար մեզ տալիս է ինչ համբերություն։ Կգա դժվարությունը, բայց եկեք մենք լինենք հաղթահարողներ։ Եթե համբերությունը չի հերիքում, երկայնամտության մեջ մտի։ Համբերատար տար, դա հավատք է, եթե հավատքդ կա, ուրեմն դու լիովին կարող ես սпасել եւ հավատալ։ Հիմա ես ուզում եմ նայենք մի քանի տեղեր, օրինակ, Եսայայի աչքերը, երբ որ տեսան Աստծո փառքը, հա, նա ասեց, ես ինչ պիղծ շուրթեր ունեմ ես։ Դա գրված է Եսայայի 6:5-ում, ես այս տեղը չեմ կարդա, եթե կուզեք կբացեք կնայեք, եւ հրեշտակը գալիս է եւ բերում է տակ ածուխը կպցնում է շուրթերին, որ մաքրվեն։ Եսան մարգարե էր, բայց գիտեք, նա հասկացավ, որ պիղծ է շուրթերը։ Արդյոք կարողանում ենք մենք հասկանանք, որ մենք էլ ունենք պղծություն, թե մենք արդարների արդարն ենք։ Սիրելիս, ունենք սխալներ, բայց կանգնած ենք այն ճանապարհին, որ մաքրվենք։ Պետրոսը, որ ինչ ասեց, Հիսուսը նրան ասեց, ես կարող եք կարդալ տեղեր կա, ես չեմ կարդալու, որովհետև ժամանակը քիչ է, ես դեռ ասելիք ունեմ։ Ղուկասի 5:8-ում, որ ձուկը բռնել էին, ամբողջ գիշեր բռնել էին, բայց ձուկ չկար, հա, եւ սկզբից Հիսուսը քարոզեց, ինչ ասեց, մի քիչ նավակը, լոդկեն տար մի քիչ խորը,
կանգնեց սկսեց քարոզել, որից հետո Պետրոսին ասեց ուրկանները գցեք։ Եվ Պետրոսը ինչ էր ասում. Գիշերը գցել ենք, բայց քո ասածի պես կգցենք։ Փառք Տիրոջը, որ հնազանդվեց։ Եվ այնքան բռնեցին, որ կանչում էին այն մյուս ձկնորսներին, որ գան օգնեն։ Եվ գիտեք, այդ ժամանակ նույնպես խոստովանեց Պետրոսը եւ ասեց. «Վայ ինձ, մեղավորիս»։ Այսինքն, գիտեք, ինչ բաներ կա, որ չի տեսանելին կամ որ ասենք իրան գիտեին, որ գիշերն է պետք հենց ձուկ բռնելը, գիշերը ձուկը շատ է, չէ՞ լինում, ոչ թե ցերեկը, կա բաներ, երբ որ Աստծով ես, կարա չհամապատասխանի։ Այսինքն դա ինչ է անում, Տիրոջ հրաշքն է գալիս։ Ամեն։ Հաջորդը, եթե սենց վերցնենք Փարիսեցու և Ղազարոսի օրինակը, նա իրա գլուխն էր գովում Ղազարոսը, ես եմ, բայց այն մյուսը խփում էր ու ասում էր ների ինձ մեղավորիս։ Սիրելիս, ինչ էլ որ կանք Տիրոջ մով կանք, եթե ինչ-որ մի աստիճանի հասել ես, գլուխդ մի գովա, Տիրոջ մով ես հասել, ինչ էլ հասել ես, այլ ասա Տեր ջան, սա քո ողորմությունն էր, սա դու ես, սա Սուրբ Հոգին է, այդ ժամանակ Տերը ավելին, հիմա երբ որ գոհանում ես փոքրի մեջ, Տերը ավելին է տալիս եւ ավելի մեջ է բարձրացնում։ Փառք Տիրոջը։ Գիտեք, ես սա բերեցի բաներ, որոնք որ բացասականի պես էր, բայց նայեք, Դավիթը ծարավել էր եւ ջուր ուզեց, երբ որ ինքը իր զորքի հետ էր, թշնամին դեմները եւ իր զինվորներից մեկը գնաց մտավ այդ ամենայն ոնց են ասում թեժ տեղը, այնտեղից կարողացավ ջուր բերել Դավիթի համար։ Եվ Դավիթը, որ իմացավ որտեղից է բերված այդ ջուրը, այսինքն կյանքի գնով էր բերել, չխմեց այդ ջուրը, թափեց։ Գիտեք, նա գնահատեց իր զինվորի կյանքը, դա այդ էր նշանակում։ Դա շատ դրական է։ Մովսեսը խոստացված էր, չէ՞, որ պետք է մտնեին օշնված երկիր, որտեղ կաթու մեղր էր բխում, բայց չմտավ։ Մենք պետք է այնքան ուշադիր լինենք, որ Աստծո ստանդարտներին ճիշտ համապատասխանենք։ Օրինակ Տերը ինձ ցույց է տվել, տեսիլքով ես տեսել եմ, որ գոյություն ունի ստանդարտ։ Ինքը ինձ իմ ձևով է ցույց տվել, ու գիտեք, երբ որ ես կանգնած էի, ինձ թվում էր չեմ անցնելու այդ տեղը։ Բայց անցա։ Դա չի նշանակում, որ ես հիմա ասենց պետք է ձեռքերս ասենց ցած իջացնեմ ու ասեմ, ինձ ցույց է տվել ու ես անցել եմ։ Իրականում կարող է եւ չանցնեմ, եթե չմնամ Աստծո խոսքի մեջ։ Բայց ես իրան պետք է կպատրնեմ, ինքը ինձ ցույց է տվել, որ կարող եմ անցնել։ Ստանդարտ կա, սիրելիս, Աստված ունի իր ստանդարտը։ Ոչ մի պղծություն, ոչ մի մեղք վերև չի գնալու։ Այնտեղ սրբության վայրն է։ Մենք ստեղ պետք է մաքրվենք։ Մենք ստեղ պետք է մաքրված, սրբված լինենք։ Ամեն։ Հաջորդը Սավուղը թագավոր էր դրված, չէ՞։ Բոյով, բուսաթով, ամեն ինչը տեղը, բայց նա հանվեց իր դիրքից, որովհետև սխալ թույլ տվեց։ Ես ուզում եմ հենց այդ մասին խոսել, սիրելիներս, որ Աստծո չափանիշները լրիվ ուրիշ են։ Աստված չի նայում ոչ քո բոյին, ոչ քո բուսաթին, Աստված չի նայում, որ դու կարողության Տեր ես, որ ունենք ես, ինձ կասենք, գիտես, ես ում աղջիկն եմ, ում տղեն եմ, Աստծուն դա չի հետաքրքրում։ Բացարձակ։ Աստծուն հետաքրքրում է մեր սիրտը։ Մեր սիրտը։ Նվիրված է թե չէ։
Գիտեք ինքը ցնծություն ուրախություն ապրում, երբ որ դու իրան ամբողջովին ես տարված, ճիշտ ասած առաջ որ բանը ասում էին նախանց մի եղի, էս մի եղի, են մի եղի, չէ, սենց մեզ քարոզներով ասում են բան, ու սենց ասում էին, բայց ինչի Աստված այսքան նախանձավոր, որ մենակ իրան սիրես էլի, չէ, բայց գիտեք նա իր որդուն զոհասեղանին ադրե, եթե դու իրան լիովին նվիրված ըլնես, սիրտդ իրան կպածրնի, չի հասկանում էլի, ճիշտը որն է, Աստված ավելին կկպնի, Աստվածա, որ մեզ տալիս է ճիշտ մտքեր, մենք ոնց որ բան ենք անում, որ չէ, սա Աստված, չէ, երբ որ ուզում ենք մերին հասնենք, չէ, կա, չէ, տենց բան, ուզում ես քունը, քու ուզածով ըլնի, չէ, սա երևի Աստված չէր, սա իմ միտքն էր, հակառակը, Աստված ասում է մենք հակառակվում ենք, էլի, եւ օտար չհամարենք, երբ որ մեր վրա դրված կա ավակ, դա կլինի խմբակի ավակը, դա կլինի մեր հովիվը, հա, բնավորությանը մեջ կերտի, որ դրված է, որ քո սխալը քեզ ասի, շատ սխալ է, որ գիտեք, սենց չեմ ուզում էլ, ու հեռանում ես, ոչ մեկին ոչինչ չես անում, վնաս ենք տալի մենք մեզ, որովհետև ուր էլ գնաս, որ եկեղեցի էլ գնաս, նույն բանին հանդիպելու ես, քեզ է պետք փոխվել, դու պետք է փոխվես, ոչ թե գնաս եկեղեցիդ փոխվես, ինչ տարբերություն, նորից կամաց էլի կսկսես, հետո կգաս էլի տեղ էլի չես ուզի, ամեն, մենք պետք է միաբան ըլնենք և չմոռանանք, որ մենք բոլորս գալիս ենք և ծառայում ենք Աստծուն, այդ հիշենք, մենք Աստծուն, դու չես գալիս ու հովիվի համար չես անում, բայց գիտեք մեկ սեզ նայում ես, սպասում է երբ պետք է հովիվը գա, որ այդ պահին անի, որ տեսնի, որ ինչ, Աստված տեսնում ամեն ժամանակ, արա Աստծու համար, ոչ թե ինչ-որ մեկի համար, որ գոհացնես, այդ գոհությունը կարճ կլինի, մենք մի քանի հովիվներ ենք ունեցել, գալիս է պահ, մեր հովիվներին տանում են մի ուրիշ տեղ, դու մի ուրիշն է գալի, այդ ամենքի առաջ, տենց, ոնց կլինի, Աստծու համար ենք անում, իսկ մեր հովիվին մենք օգնականներ ենք, և եթե մի բան ասում է, բերեք միաբանել ենք այդ ասացի մեջ, թեև ու թիկունք լենք, իրա հետ կանգնած լնենք, մեր աղոտքներով, մեր ծառայություններով, ոչ թե մանգանք ու յուտնի տեղ, որ դեղա հավես, կամ շատ ժամանակ, տեղը, ինչ կապ ունի տեղը, շատ կներեք էլի, ինչ կապ ունի, խոսքի մեջ գրված է, նստի հետ, թող իրան քեզ առաջ հրավիրեն, այ դա է լավ, քանց թե գամ նստեմ առաջի տեղը, մեկը ինձ ասեն շատ կներեք, դուք պետք է հետ նստեք, ստեղ նստող կա, ինչքան վատ կզգաս այդ պահը քեզ էլի, փառք Տիրոջը, մենք բոլորս այս սխալներ ունենք, մենք սովորում ենք, մենք կամաց մեկս մյուսով տաշվում ենք, որ կարողանա այդ քարերը մեկը մյուսի վրա լինի, այս ամենը տարայնչի համար ես ուզում եմ ասել, որ երբ որ Աստված Սամուղին հանեց, նա ուղարկեց իր մարգարեին Դավիթի հոր մոտ և ասեց կգնաս ու նրա տղեկից մեկին, որին կասեմ, պետք է օծես որպես թագավոր։ Ես ճիշտն ասած չգիտեմ, բայց սենց լսել եմ սենց բան, քարոզ, որ ասում է Դավիթը ինքը, տենց ինչ-որ մտքեր եղել է, տենց խոսացել են, չգիտեմ, աստվածաբաններով թե ինչ, որ լրիվ հարազատ տղեն չի եղել իրանց, ես դա չգիտեմ, նորից եմ ասում, այդ սա հիմք չընդունեք, դրա համար ասում է ինքը սենց իզգնանիկի պես մի սարերում, չգիտեմ, դաշտերում, արածացրել է, առանձնացված է եղել ինքը, այդ ինչից են վերցրել, այդ էլ բացատրեմ, ինչից են վերցրել, Սաղմոսներից իրա, ընտեղ որ նա գրվում է, որ նեղված է եղել, որով այնում, բայց դու ինձ հետ էիր, այս ինչ տեղը, բայց դու ինձ հետ էիր, նա իրա հալածանքն է գրել, ամեն մարդ, ինչի մեջով անցնում է, էտա չէ գրում, կարդացեք Սաղմոսները ու դուք կզգաք, որ ինքը ինչքան
իրոք նեղ ճանապարհներով անցե։ Բայց նա միշտ երկրպագել է, փառաբանել է Տիրոջը ու Տիրոջն է նվիրված եղել։ Իր սրտով, հոգով նա Տիրոջը։ Դրա համար էլ նկատել է Աստված իրան։ Ու երբ որ գալիս է Մարգարեն, Սամուելը, սրանք իրանց տղեկին բերում են։ Բոլորը գալիս կանգնում են, ու Աստված ասում է սրանց մեջ չկա։ Ասում է, բա էլ չունեք։ Ասում է մեկը կա, ոչխարը արած ասում է կանչեք։ Գիտեք իր եղբայրները ավելի տեսքով, ավելի բան։ Գալիս է, միշեք, չաղկալ աչկերով։ Մեր հին հայերը տենց չեն եղել։ Հա, գալիս է, դե բնական է, եթե ոչխարեր արածացնում, արդեն պատկերացնում եք ոչ թե ցակած, կապած, որ միշտ մարդը մտածում է, ու նայում է երևի նրան կորշնեն է սրկուցեն կամ նրան, չէ, Տերը հենց այս Դավիթին օրհնում է, օծում է։ Ու էլի գնում է ոչխար արածացնելու Դավիթ, պատկերացնում։ Այն յուղը վրին թափելով, ինքը գնում է իր ոչխարներին տերելու։ Всё, օծությունը ստացել է։ Իրականը մենք արդեն թակավոր է։ Պատկերացնում եք դուք այդ բանը, Սավուղը չէ։ Ու Սավուղը ավելի սխալ բան էր սկսում անել, որ մավոտը հակարի Նատալի չի ստացվում ոչ մի բան, որտեղ օծությունը գնացել է Տիրոջ։ Եվ այնքան հետաքրքիր է, որ սենց թռնելով, հա, ես ասեմ, որ հասցնեմ ուղղակի։ Գողիաթի պատմությունը բերեք հիշենք, եւ հայրը ասում է գնա եղբայրները տնտեղ են։ Բանվանա դնում հացապ, անիրաջ գիտեմ տարբեր բաներ, որ Դավիթը պիտի տանի։ Դավիթն է բերում ուրախությունով իհարկե։ Ես գալիս է կանգնում, դե ասով լցված մարդ։ Ամեն օր նա իր աղոթքներով Տիրոջն է։ Դեռ մասախ կանգնած վախում են շուրջը։ Այն մարդիկ, որ զինված ու ամեն, բայց գնան Գողիաթի այդ խոսքերից գրված է, որ նրան ծնկները դողում էին։ Բայց գիտեք, Դավիթը սենց կանգնում ասում, ես սով այս հոմպլպատը։ Որ իմ Աստծու դեմ դուրս գա, ես սով է։ Մենք գիտենք արդեն, թե ոնց Դավիթը հաղթեց Գողիաթին, եւ այնքան նա անգամ որ բերեցին զրահը հագին, ոչ մի բան չհակավ, ասավ իմ վրով չի, ես սենց։ Եվ ասեմ ձեզ, այդ քարը դա Սուրբ Հոգիներ, որ այդ ուղությունով ճիշտ տարավ ու ճիշտ կետի խփեց, որ Գողիաթին տապալի։ Եվ Սավուղին այնքան դուր եկավ, այդտեղից տարավ իր տուն։ Եվ նա այնտեղ փառաբանում էր, երգում էր։ Մի առ ժամանակ միջև որ Սավուղը զգաց, օհո, սա կտա ինձ կանցնի, որտեվ իրան դրեց զորավար, եւ արդեն երբ որ դուս էր գալի կռիվների, Սավուղի նախանձը բարձրացավ, քանի որ ասում են, եթե Սավուղը սպանեց 1000-ին, Դավիթը սպանեց 10,000, հա, բյուրավոր։ Դրա համար, գիտեք, մարդը միշտ տենց է։ Ցավոք սրտի, եկեղեցում էլ նկատվում նման բաներ։ Ես նորից եմ ասում, չեմ շեշտում մեր եկեղեցի հավատացյալների մեջ, հա, ասենց ասեմ, նախանձաբարձանում։ Ոնց էս առաջ գավ։ Հովիվը գնաց նրան գրկեց ու բարևեց ինձ, չէ։ Հովիվը խոսքը տվեց նրան, ինձ չէ, ասենց բաներ ինչ-որ, կամ մեկն էլ ուզում, ինձ չասեց, որ աղոթեմ։ Օրինակ ինձ մեկը կար ընդհատ ասում, ինձ չեն ասում աղոթեն։ Գիտեք ինչ, դու կպած եղի Աստծուն, դու ճիշտ եղի քո քայլերի մեջ, որ Հովիվն էլ աղոթող մարդ է, ոնց Աստված ասում է, նայելա, չէ, Աստծու տակա։ Նեղանալու ինչ կա դրա մեջ, այսօր չտվեցին, վաղը կտան։ Կամ գուցե մի անգամ դուրս եսեք է, ինչ-որ բան են չի եղե, պետք գնա փոխվենք, չէ, մենք մի անգամից սենց էլի, բա ես, կոհերտն է կգա։ Սիրելի, սպասումըտ Աստծուց թող լինի։ Ինչքան դու Աստծու հետ ես, Աստծու հետ աղոթքով, իր խոսքի մեջ, Տեր առաջնորդ թողա, Տերն ինքն էց կանի, որ քեզ կհանի։ Նա ոչխար էր արածացնում, Տերը բերեց, Աստված բերեց Դավիթին։ Ոչ ոք չգնաց բերեց, ոչ ոք է բանի տեղ չդրեց։ Ամեն։
Եվ գիտեք ինչ, շատ ժամանակ ընենց էլ ալնում, որ մեկը ուզում է բարձանա, բերեք չլնենք ընենց, հա, որ նենց սխմեմ, սենց իր այդ հենարան սարքեմ, ես մարդու գլուխը, որ ես բարձանամ, չէ, եղի քո տեղում, անհնար է, սկզբից, մարգարիտը չի երևում, ծածուկի մեջ է, թանկ բաները ծածուկ բանի մեջ է անում, էլի, մի սենց թպրտա, որ անպայման երևաս, կերևաս, Տերը ինքը գիտի քո տեղը, ամեն, հալելույա, և գիտեք ինչ, այս համարցակ, այս սենց բան մեր Դավիթը, գալիս ապա սկսում է վախել, որովհետև Սավուղը արդեն հալածում է, կհիշեք բոլորդ էլ, Սավուղը սարերներ ընգել, Սավուղը արդեն չգիտեր ինչ աներ, ամեն, որովհետև Սավուղ եմ ասում, Դավիթը, որովհետև ուզում էր սպանի, իսկ Դավիթը քանի անգամ հնարավորություն ուներ Սավուղին սպանելու, բայց չսպանեց, գիտեք, որովհետև Դավիթը Աստծուն էր սիրում և երբեք Աստծու օծյալին չէր կպնի, ես ում զուգահեռ բերեմ, սիրելիս, արդյոք մենք իրավունք ունենք, ժորավել պակաս բաներով դուրս գանք օծյալի դեմ, Աստծո օծյալի դեմ, ասեմ ձեզ, նորից կկրկնեմ, թե հովիվը, թե տնային խմբակները Աստծո օծյալներ են, ծառայողներ են, և Աստված շատ հզոր ձևով պահապան է իրանց, դրա համար զգուշ ենք մեր խոսքերի մեջ, զգուշ ենք մեր արարքների մեջ, այն մի բանը, որը ճիշտ չգիտեք, միանգամից բամբասանքի մի վերածեք, ավելի լավ է դիպուկ գնացեք, ասեք, այս հարցը, որ սենց հարեցիր, ինչն էր պատճառը, քանց թե ինչ որ, ոնց ասեմ սենց, ինչ միտքդ եկել է, տենց խոսաս, տենց չի էլի, չի կարելի այդ ձևով, ամեն, և գիտեք, ես ուզում եմ մի տեղ բերեմ նորից էլի թռնելով, այնքան հետաքրքիր է, որ այդքան բանից հետո, երբ որ հալածանքը կրում էր, անգամ գնաց ընգավ, այդ որտեղից Գողիաթն էր այդ տեղերը, ու այնենց վախեր արդեն տիրեք, կհիշեք, որ արդեն սկսում է իրան գժի տեղ դնել Դավիթը, հա, թռվռալ, հա, ու մեկ է լուր է գալի, որ Սավուղը մահացել է, ուզում եմ այդ տեղը նայենք, սա Թագավորաց երկրորդ գլխի առաջի խոսքից, Աշտ այնպես եղավ, որ Սավուղի մահից հետո, երբ Դավիթը ամադեղացիներին ջախջախելուց էր վերադարձել ու 2 օր մնացել էր Սիքելակում, 3-րդ օրը բանակից Սավուղի մոտից մեկը եկավ, որի հագուստը պատառոտված էր, իսկ գլխի վրա հող կար, նա գալով Դավիթի մոտ ընկավ գետին և խոնարհություն արեց, ճիշտ ձևով եկավ, չէ, իզուր չի գրված, որ հողն է գլխին էր թափած, հա, այն ժամանակ բան էր, չէ, որ մի բան էր ելնում, հողը մոխիրը թափում էին իրան գլխին, շորեջները պատառոտում էին, և Դավիթը նրան ասաց, որտեղից ես գալիս, նա պատասխանեց, Իսրայելի բանակից եմ փախել, Դավիթը նրան ասաց, ինչպես պատահեց այդ բանը, պատմիր ինձ, նա պատասխանեց, ժողովուրդը փախավ պատերազմից ու ժողովրդից շատերը ընկան և մեռան, մեռավ նաև Սավուղը ու Հովնաթանը, Սավուղի տղեն, Դավիթին իրեն լուր բերողը երիտասարդին ասաց, որտեղից գիտես Սավուղի և նրա որդու Հովնաթանի մահվան մասին, ժողովրդի համար ու Իսրայելի տան համար սկացին,
լաց եղան ու միջև երեկո ծոմ պահեցին, քանի որ նրանք սրով էին ընկել։ Դավիթը իրեն հյուր բերող երիտասարդին ասաց. «Դու որտեղից ես»։ Նա էլ պատասխանեց. «Ես մի օտարական եմ, ամաղեկացու զավակ»։ Եվ Դավիթը նրան ասաց. «Ինչպես չվախեցար ձեռքդ բարձրացնելու, Տիրոջ օծյալի սպանելու»։ Դավիթը կանչեց տղաներից մեկին ու ասաց. «Մոտեցիր, ես այստեղը մի քիչ բաց թողեցի»։ Այս մարդը պատմում է, ասում է, որ ես եմ սպանել, որովհետև ինքը ասեց տանջվում եմ։ Բան արա, ինձ խփի, որ ես միանգամից մահանամ, չտանջվեմ, մեկ որ չեմ ապրելու։ Նայեք, Սավուղը ասելա սպանի, ոնց որ տանջվելուս լես ասես սպանի, ինձ խփի, միանգամից մահանամ, ես չեմ ուզում տանջվեմ։ Բայց ինչա օծյալ ասում է, դաժե եթե ինքը ասել էր, դու այդ ոնց կարողացար նրան սպանես ու հրամայում ա, որ այս տղային սպանեն։ Տեսեք, Աստծո օծյալին, Աստծո օծությունը ինչքան թանկ է համարում, որ անգամ նրա կյանքը իր աչքին չի երևում էլ այս տվյալ անձնավորության։ Փառք Տիրոջը Դավիթի սրտի համար, եւ ես ուզում եմ նաեւ էլի թռնել առաջ ու Դավիթի մյուս օրինակներից ասել, կներեք, հեսա առաջի թագավորած 25-ի 1-ից ընդհանրապես այստեղ Դավիթը իր ազորքի հետ ելնում է մի վայր ու տեսնում է բանին հայերեն Նավալյանուն ինչ էր Նաբաղին արագի մեջ ասեմ Նաբաղին ա տեսնում եւ այս Նաբաղին ասում է սոված ենք էլի նախ շատ բան ձևով իր այդ զինվորներից ուղարկում է կգնաք իրան երկրպագություն կանեք, ասեք մենք սենց Դավիթի կողմից ենք եկել սոված ենք, ոչ կերակուր տա էլի շատ ճիշտ ձևով ուղարկում է։ Այդ տղաներն է գալիս են, ոնց ասելա Դավիթը նման ձևով անում են, նա ասում է Դավիթ նո ա որ ես նրան հաց տամ։ Հասկանում եք շատ կոպիտ ձևով եւ մենք հասկանում ենք, որ ինչ եղավ Դավիթը ինքը որ այդ իմանում է զայրանում է ու ասում է հիմա մենք կգնանք պատրաստվեք եւ պետք է ոչնչացնենք նրա ցեղի բոլոր տղամարդկանց արուցեղը եւ բնաջինջ անենք էլի իրանց գիտեք այդ տղաներից մեկը ծառաներից մեկը նաբաղի ծառաներից մեկը գնում է ու կնոջը ասում է գիտես սենց բան էլի Դավիթին ոնց որ չտվեց ու սենց հմիկ չեմ կարծում որ լավ բան կլի բայց դե իրանք լավ չգիտեն որ տենց է կինը վրաս հավաքում ա եղած չեղած լավ ինչ որ բաներով քաղցրավենիքներով եւ հյուրասիրությունով ու գնում ա որ Դավիթին խնդրի եւ երբ որ այս կինը գնում ա դուք ուղակի կկարդաք այդ առաջի թագավորած 25 գլուխն ա որ ու շատ իր կարդակ չէ այնտեղ այնքան հետաքրքիր ա որ գալիս ա Աբիգեյան ընկնում ա ոտքերը Դավիթի եւ այն խոսքերը որ Աբիգեյից դուրս ա գալի կարծես Աստված խոսալուց լի Դավիթի հետ եւ Դավիթը իր որոշումը փոխում ա ասում ա իրավի որ քո շուրթերից Աստված ա խոսում այս օրինակը մեզ գիտեք ինչ ա տալիս որ ինչքան էլ դու որոշել ես որ անպայման պետք է սպանես տեսեք Սավուղին էլ ինքը դեմ կանգնեց չսպանեց այդքան վատության դեմ չգիտեմ ըստեղ արդեն այս հարցն ա որ որոշել էր բայց իր որոշումը հետ վերցրեց բայց շատ ժամանակ
մարդն ասում է, չէ, ես որոշել եմ ու պետք է անեմ։ Եվ վիտոգի ինքն է դժում։ Ոչ թե հա, նրան էլ ասենք ոչնչացրեց, ինչ էլ արեց։ Սիրելիս, ինչքան էլ տեղդ նեղը լինի, ինչքան էլ վիրավորված լինես, ինչ էլ որ քեզ ասած լինեն, հա, բեր Աստծո ոտքերի տակ։ Թող Աստված որոշի ինչ անելու։ Հետ քաշվի։ Այն տեղը, որ ասում է կխփեն մյուս երեսը դեմ արա, դա չի ասում, որ դու նսեմանաս, չգիտեմ ինչ ես, հարցը դա չի։ Եվ բան չպատասխանելը նսեմություն չի։ Նսեմությունը գիտեք որն է, որ հոտած բերան են բացում ու սկսում են ավել պակաս խոսալ։ Այ դա հեչ պետք չի։ Այդ գարշահոտը պետք չի, Աստծուն էլ դուր չի գալի։ Լինենք այն մարդիկ, Աստծո սրտի մարդիկ։ Եվ հասկանանք մի բան, իմ համար նենց գինա վճարված Հիսուսի արյունը, իրա որդին, Աստծո որդին, ոնց ես կարող եմ հմի ես մի փոքր բանը չներել ու անդադ մատին փաթաթանարած ասել։ Սիրելիս, բաց թող։ Ինչքան շուտ բաց կթողնես, այնքան Աստծո օրհնությունները կգան քո վրա, քո ընտանիքի վրա եւ քո սերնդի վրա։ Աստված օրհնի ձեզ